Վերջին մի քանի ամիսների ընթացքում առիթ ունեցանք Աստծո խոսքի մեջ եղած առեղծվածները ձեզ բերել mysteries, խորհրդավոր պատկերների մասին խոսեցինք, եթե հիշում եք, թվերի առեղծված 12 քարոզախոսություն, խորհրդավոր գույներ 7 քարոզախոսություն, այսօր նոր շարք ենք սկսելու։ Մի քանի քարոզախոսություններ այս շարքից կլինեն։ Մետաղները և դրանց հոգևոր նշանակությունը Աստծո խոսքի մեջ։ Մետաղ բառը ընդհանրական է, տարբեր նյութեր մետաղ բնորոշման տակ են, գրեթե բոլոր լեզուներում մետաղը գործածում է մի փոքր արտասանությունն է տարբեր, մետաղ, metal տարբեր ձևով, օրինակ կա որ շատ տարբեր է, չինարենի մեջ կինշու մետաղ է նշանակում, բայց օրինակ քննենք տեսնենք, վրացերենը հայերենին շատ մոտ է, շատ հայերեն բառեր կան, որ վերջում միակ ի ես ավելացնում, դառնում է վրացերեն բառ, այդպես է թե չէ, օրինակ ճշմարիտ ճշմարիտի, օջախ օջախի, ավազակ ավազակի, ուրեմն մետաղ բառը լատիներեն հիմք ունի, մետալյում բառն է, դրանից է տարածվել, հենց եվրոպական բոլոր լեզուների մեջ դա կա, թարգմանաբար նշանակում է հանքահոր, ոչ թե հանք, հենց հանքահոր, ասում են բնության մեջ հայտնաբերված, մենք այս ասացվածքը չենք ընդունում, մենք ասում ենք Աստծո կողմից ստեղծված 118 քիմիական տարրերից 98-ը մետաղներ են, կան ալկալիական մետաղներ, օրինակ նատրիումը, կալիումը, որոնք ջրի հետ ռեակցիայի մեջ են մտնում, և հող ալկալիական մետաղներ, ինչպեսին է մագնիումը, բարիումը, տարբեր դասակարգումներ կան, ազնիվ մետաղներ, ոսկի, արծաթ, պլատին, սև մետաղներ, երկաթ, թուջ, գիտեք թուջը որն է, չուգուն, cast iron անգլերենով, պողպատը, steel, անգլերեն և ռուսերենով style, գունավոր մետաղներ, պղինձը, ալյումինը, ցինկը, և մետաղների ու համաձուլվածքների մշակմամբ զբաղվում է մետալուրգիան, ուրեմն 98 մետաղներ, քանի քարոզախոսություն եք ակնկալում այս շարքում, ոչ ձեր ուզելով է, ոչ էլ իմ ուզելով է, որքան որ Տերը իր խոսքի միջոցով կտա, այդքան կլինի մեր շարքը։ Այն ինչ որ մարդկությունը հարյուրամյակների ընթացքում է հայտնաբերել, Աստված երբ որ երկիր մոլորակը ստեղծում էր, այդ ամենը արդեն դրել էր։ Կարդանք Հոբի գրությունից, Հոբի գիրք 28-րդ գլուխ առաջի երկու համարները։ Արդարև արծաթը իր երակը ունի, ու ոսկին իր զտվելու տեղը, երկաթը հողից կառնվի, հանքեն պղինցկել է, տարբեր մետաղներ գործածվեց և ամենքի գտնված վիճակը ներկայացվեց, շատ հրաշալի է։ Սա Աստծո հարուստ ստեղծագործության մի պատկերն է միայն։ Լավ, առաջին մետաղը, որ այսօր պիտի քննենք, ձեր կարծիքը։ Պղինց, անգլերենով copper, ռուսերենով մեծ։ Ուրեմն սա կարմիր կռելի փափուկ մետաղ է, կենցաղային իրեր, որքան ասես կարող եք գտնել։ Խոհանոց մտնեք կգտնեք։ Սրճեպ, կաթսա, թաս, թավա, ինչ ասես։ Էլեկտրական լարեր, նաև պղնձից մետաղադրամներ են սարքում։ Բնության մեջ մանր կտորներով է հանդիպում, սակայն 1857 թվականին Միացյալ Նահանգներում մեծ լճերի շրջանում գտնվել է պղնձի 420 տոննա կշիռք ունեցող
բնակտորը 1 կտոր 420 տոննա։ Ոմանք պղինձը եւ բրոնզը նույնացնում են, նույնը չեն, պղինձը մաքուր քիմիական տարրն է, իսկ բրոնզը պղնձի եւ ուրիշ մետաղների համաձուլվածքն է, հիմնականում անագի հետ, անգլերենով tin, TIN եւ ռուսեն olova, համաձուլվածքով ստացվում է բրոնզը։ Մի ուշագրավ տվյալ ասեմ ձեզ ու անցնենք բուն նյութին, 100 գրամ տավարի հում լյարդի մեջ liver անձի 1 օրյա պետք եղած պղնձի պարունակության 1087% կա։ Տավարի լյարդը իր մեջ այդքան պղինձ է պարունակում։ Ուրեմն այս մետաղի պղնձի հոգևոր խորհուրդները պիտի նշենք, ապա ընթացքում պիտի արտացենք։ Պղինձը Աստծո խոսքի մեջ ներկայացնում է աստվածային դատաստանը, divine judgment, մաքրում, purification, զորություն, strength եւ տոկունություն, endurance։ Նաև վերջինը պահպանություն, protection։ Քանի որ պղինձը կարող է դիմանալ զորավոր ջերմության, հալվում է 1084 աստիճան Ցելսիուսով, այն աստվածաշնչյան մետաղն է, որ ամենաշատն է կապված Աստծո արդար դատաստանի հետ եւ մաքրագործման հետ։ Եկեք կարդանք Ելից գրքից Exodus 27-րդ գլուխ առաջի 6 համարը եւ դուք փորձեք հաշվել թե քանի անգամ այս 6 համարների մեջ գործածված է պղինձ բառը։ Ուրեմն անապատային խորանը կար, որ Աստված կարգադրել էր եւ Մովսես ժողովրդին համախմբեց եւ այդ ամենը պատրաստվեցին, զոհի սեղան կար։ Զոհի սեղանը սատիմի փայտի չին է, ակացիայի փայտն է սա, երկարությունը 5 կանգուն, լայնությունը 5 կանգուն, սեղանը քառակուսի պետք է լինի եւ նրա բարձրությունը 3 կանգուն, նրա եղջյուրները 4 անկյունների վրա շինե, եղջյուրները իրանցից թող լինեն, զանոնք պղնձով պատե։ Անոր մոխիրը հավաքելու համար թաղարներ եւ անոր թիակները եւ անոր կոնքերը եւ անոր մսահանները եւ անոր կրակի ամանները շինե։ Ուրեմն այդ process էր, հասկանում եք, գործընթաց էր, զոհը որ արվում էր, ամեն անդամը այդ անասունի տարբեր ձևով էին մշակում։ Անոր բոլոր գործիքները պղնձից շինե, անոր ցանցակերպ կասկարամը շինե պղնձե եւ ցանցի վրա 4 պղնձե օղակ շինե, անոր 4 անկյունների համար։ Այն սեղանի շրջանակի տակ դիր ներքևեն, որպեսզի ցանցը սեղանի մեջտեղը ըլլա։ Սեղանի համար ձողեր շինե, ձողերը սատիմի փայտե թող լինեն, զանոնք պղնձով պատե։ Քանի անգամ հաշվեցիք պղինձ? 5 անգամ։ Ուրեմն մի փոքր հատվածի մեջ 5 անգամ գրված է պղինձ։ Եվ ինչպես է ներկայացված այդ պղինձ ինչ էր, ինչպես էր գործածվում։ Ինչ որ կար զոհի սեղանի վրա ամբողջությամբ պղնձով պատված էր։ Լավ, հիմա սա ինչպես պիտի կապենք Աստծո խոսքի հետ եւ հոգեվոր խորհուրդ սրանից անենք։ Զոհերը ինչի համար են կատարվում։ Մեղքերի թողության համար։ Զոհի սեղանը ամբողջությամբ պատված էր պղնձով, որ խորհրդանշում էր, որ մեղքը ենթարկվում է Աստծո արդար դատաստանին։ Աստված սահմանել էր, եւ մենք գտնում ենք Հռոմեացիների գրքում գրված նշանավոր համար է, Հռոմեացիս 6-րդ գլուխ եւ 23 համար։ Մեղքի վարձքը մահ է։ Արված զոհի միջոցով հին ուխտում անասունի արյուններ թափվում, մեղքը ջնջվում էր։
թեև այդ զոհը ժամանակավոր քավություն էր, այդ պահի համար էր, խոստովանված այդ մեղքերի համար էր, որից հետո, եթե անձնավորությունը նորից մեղք գործեր, նորից պետքություն պիտի ունենար զոհեր անելու։ Բայց երբ որ Քրիստոս եկավ, կատարյալ զոհը, Աստծո գառը, որ համայն մարդկության համար զոհ եղավ, նրա արյունով բոլոր մեղքերը ջնջվում են, երբ որ մարդիկ իրենց մեղքերը խոստովանում են։ Սա պայման է։ Եթե չխոստովանվեց, այդ մեղքերը չեն ջնջվելու։ Հետևաբար, մենք սա միշտ հիշենք, որ ամեն օր, առավոտ, կեսօր, երեկոյան, գիտակցված, չգիտակցված, մեր բոլոր մեղքերը Տիրոջ առջև խոստովանենք։ Շարունակությունը Հռոմեացիս 6:23-ի, բայց Աստծո ձրի պարգևը հավիտենական կյանքն է Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, ձրիորեն տրվող փրկություն։ Անապատի խորանը ուներ նաև պղնձե ավազան։ Այդ մասին էլ եկեք կարդանք, Ելից 30-րդ գլուխն է սա 17 համարից։ Տերը խոսեց Մովսեսին ասելով, նաև պղնձե ավազան մշինել լվացման համար և նրա խարիսքն էլ պղնձից շինի և վկայության խորանի և սեղանի մեջտեղ դիրային, նրա մեջ ջուր լեցրու, Ահարոնը և իր որդիները, որ քահանայական կարգներ, իրենց ձեռքերը ու ոտքերը թող լվանան, երբ անոնք վկայության խորանը մտնելու լինեն, կամ երբ սեղանին մոտենալու լինեն, պաշտամունք կատարելու և կրակով Տիրոջը զոհ մատուցանելու համար, ջրով թող լվացվեն, որպեսզի չմեռնեն, Տիրոջ առջև մաքրված պիտի գնային։ Սա իրենց հավիտենական կանոն պիտի լինի, թե իրեն և թե իր սերունդին և իրենց ազգերի մեջ։ Ուրեմն խստիվ պատվիրված էր, որ իրենք պիտի լվացված Տիրոջ առջև ներկայանային։ Զոհ անելուց առաջ լվացվել։ Symbol of purification, մաքրման խորհուրդն է սա ներկայացնում։ Սա ապաշխարության և հոգևոր մաքրագործման խորհուրդն է։ Եթե տեղափոխվենք Հայտնության առաջի գլուխ 5-6 համարում կարդում ենք. Հիսուս մեզ իր արյունով ինչ արեց, լվաց։ Այն նախորդ կարդացածի մեջ լվացումը ջրով էր և հին ուխտի մեջ տեղի ունեցած բոլոր այդ իրադարձությունները շուքն էին գալիք հավիտենականի, իրականի, որ Տեր Հիսուսով կատարվեց ամբողջացավ։ Մեզ իր արյունով Հիսուս լվաց, երբ որ մենք ասեցինք, ով Տեր, մեղավոր ենք, և ամեն ատենել, երբ որ խոստովանություն ենք անում Տիրոջ առջև, Հիսուս Քրիստոսի արյունը մեզ բոլոր մեղքերից սրբում է։ Եվ ասում է, մեզ թագավորներ և քահանաներ արավ Հայր Աստծո առջև։ Քահանաներ, որ ինչ անենք, զոհ անենք, ինչ զոհ անենք, անասունի, ոչ և դարձյալ ոչ։ Տեսնենք Աստծո առջև ընդունելի պատարագը, Աստծո առջև ընդունելի զոհը որն է։ Եբրայեցիս 13-րդ գլուխ 15 համար։ Ուստի Հիսուսի ձեռքով ամեն ատեն Աստծուն օրհնության պատարագ մատուցանեցեք, այսինքն մեր շրթունքների պտուղը, որոնք իր անունն են դավանում։ Մեր շրթունքներից ելածը դուրս է գալիս մեր սրտից։ Հետևաբար, մեր սրտի մեջ Տիրոջը պաշտելով, նաև մեր շրթունքներով մասնակից լինենք։ Երբ որ մենք պաշտամունքի ենք այստեղ հավաքվում, փառաբանության խմբի հետ միասին մենք էլ մեր սրտից երգում ենք։ Սա Տիրոջ առջև ընդունելի մի պատարագ է, որպես անուշահոտ խունկ է, որ ելնում է մեր եկնավոր Հոր առջև, որ
մեր շրթունքների պտուղն է։ Պտուղ հունարեն չորեքշաբթի օրը սերտեցինք, կարպոս, Փիլիպպեցիս թղթի սերտողության ժամանակ, այսինքն սրտից ելած եւ Հիսուսին փառավորող խոսք։ Սաղմոս 51-ը Դավիթ թագավորի խոստովանությունն է Տիրոջ առջև եւ 16-17 համարները։ Վասնզի զոհի չես հաճիր, որ այն մատուցանեմ։ Դու ողջակեզի էլ չես հաճիր, թեև իրեն գտնվում էին օրենքի դարաշրջանում, եւ Աստված բողոքում էր, արդեն հոգնել եմ, զզվել եմ ձեր զոհերից, որովհետև զոհանում են, նորից քիչ հետո մեղք են գործում, նորից զոհ պիտի անեն եւ քահանաները դարձել են մսագործներ, խասաբներ են դարձել։ Աստծո զոհը կոտրած հոգին է, կոտրած եւ խոնար սիրտը, ով Տեր Աստված, դու չես անարգում։ Եթե մեկի սիրտը իրապես կոտրած է, խոնար է, Աստված այցելում է։ Եվ Հիսուս ասաց, ես եւ Հայրը պիտի գանք եւ այնտեղ բնակություն պիտի հաստատենք։ Նշեցինք, որ պղինձը Աստծո խոսքի մեջ խորհրդանիշ է նաեւ զորության, strength եւ նաեւ տոկունության, endurance։ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը մի երազ տեսավ, որը իրեն շատ խռովեցրեց, առավոտյան ելավ եւ իր քաղդյաներին կանչեց, գուշակներ են սրանք, նրանք սատանայի մղումով շատ բաներում ծառայում էին, բայց այն պայմանը, ինչ որ Նաբուգոդոնոսոր նրանց առջև դրեց, նրանց ուժերից վեր էր, ասաց պիտի ինձ ասեք, ինչ երազ եմ տեսել, եւ մեկնաբանեք այդ երազը։ Տեսեք, սատանան շատ բան գիտի, բայց ամենագետ չէ։ Սատանան գիտի պարագաների, իրադարձությունների համար, ինչպես ուղղորդի, ինչ անի, շատ խորամանկ է, 6000 տարվա փորձառություն ունի մարդու հետ գործակցության եւ նրան մղելու։ Գործակցություն ինչ ենք ասում, որովհետեւ մարդիկ գլուխները կախ լսում են սատանայի խորհուրդները։ Բայց այս պարագային այդ քաղդյանների պապան սատանան էլ անգամ անզոր էր։ Ասեցին նման բան հնարավոր չէ, մենք չենք կարող այդ բան անել։ Բայց այնտեղ կար Աստծո իրական մարգարեն Դանիելը, որ թե Նաբուգոդոնոսորի տեսած երազը պատմեց։ Պատկերացեք, ասում է երազ եմ տեսել, պատմի իմ երազս։ Ինչպես մարդ կարող է պատմել, բայց Աստված դրան հայտնեց։ Թե երազը պատմեց եւ թե մեկնությունը տվեց 2500 տարի առաջ է գրվել։ Մեր օրերում արդիական է այն։ Եվ այդ երազը մի արձանի մասին էր, որ մարդկության դարաշրջաններն են։ Եվ կարդանք Դանիել 2-րդ գլուխ 31 համարից։ Դու ով թագավոր կտեսնեիր մեծ արձան, այս մեծ ու խիստ պայծառ արձանը քու դիմացդ կանգնած էր, անոր երևույթը ահավոր էր, այս արձանի գլուխը զուտ ոսկի է, անոր կուրծքը եւ թևերը արծաթ, մեջքը եւ ազդրերը պղինձ, սրունքները երկաթ եւ ոտքերի մի մասը կավ է։ Եվ հետո բացատրությունը գալիս է։ Ուրեմն առաջինը հռչակվեց, որ դա Նաբուգոդոնոսորն էր, այսինքն Բաբելոնն էր, որին հաջորդեց պատմականորեն է սա գրանցված Պարսից եւ Մարաց թագավորությունը։ Դրանից հետո գալիս է երրորդ թագավորությունը, որ հունաց թագավորությունն է, Ալեքսանդր Մակեդոնացի եւ 4 գեներալները։ Եվ հետո գալիս է հռոմեական թագավորությունը, որ ահավասիկ երկար ձգված է, որ այդ արձանի ոտքերն է, եւ ամբողջացել է նաեւ ոտքերի մատները, երբ որ Եվրոմիության 10 երկրները հաստատվեցին, ուրեմն ամեն բան պատրաստ է։ Ինչին է պատրաստ,
Եվ տեսավ ժայռից կտրված մի քար, որ եկավ եւ հարվածեց այդ արձանի ոտքերին, եւ ջարդ ու փշուր արավ ամեն բան, եւ քամին առավ ու այդ մղեղը, այդ փոշին տարավ եւ ամենուրեք տարածեց, բայց այդ քարը մի մեծ ժայռ դարձավ եւ դա Հիսուսի հազարամյա աստվածապետական թագավորությունն է, որ շուտով պիտի գա։ Ամեն ժամ կարող է այդ բանը տեղի ունենալ։ Ամեն բան պատրաստ է։ Մնում է Տիրոջ գալուստը։ Եվ պատկերացրեք, եթե հաջորդաբար ասված այս թագավորությունները չգային, մարգարեությունները չկատարվեին, մենք իրավունքի մեջ կլինենք ամբողջությամբ չվստահելու Աստծո խոսքին։ Բայց Հիսուս ասաց. իմ խոսքերից, որ դա նշանակում է ծննդոց առաջ գլուխ առաջի համար, միջև Սուրբ գրքի վերջին խոսքը իր խոսքն է, հովտ կամ նշանագետ չպիտի անցնի, բոլորն էլ պիտի իրականանա։ Ամեն բան, ինչ որ գրված է, Աստծո ասացի նման 100%-ով իրողություն պիտի դառնա։ Եվ Հունաս թագավորությունը Դանիելից 200 տարի հետո եկավ։ Ասեցինք, որ պղինցը իրենից ներկայացնում է ամրություն, strength։ Մարդու մարմնի որ մասն է, որ մարդուն ամենազորավորն է պահում։ Մեջքը։ Այս արձանի մեջքը պղնձից է։ Ուրեմն պղինձը Աստծո խոսքի մեջ նաև որպես զորություն։ Անշուշտ մարդկանց մեջ այսպիսի խոսակցություն կա, որ ասում են մեջք ունի։ Հետաքրքիր է երկրորդ մեջք ունի, չէ, դա այն նկատի ունեն, որ մեծ ծանոթություն ունի, բարձր պաշտոնյա բարեկամներ, հարազատներ ունի, քավոր խնամի եւ այլն։ Դա այն նկատի ունեն։ Բայց պղնձի զորության մեկ այլ պատկերի մենք հանդիպում ենք հայտնության գրքի մեջ։ Այս մեկը հոգեղեն նյութական, սխալ չլսեցիք, հոգեղեն նյութական աշխարհին է պատկանում։ Շատերի մտքի մեջ, պատկերացման մեջ հոգեղեն աշխարհը շոշափելի չէ, սխալվում են։ Ուղղակի այս երկրավոր աշխարհի հետ չի համադրվում այն, բայց հոգեղեն աշխարհը հոգեղեն սկզբունքներով է սարքված եւ շոշափելի է։ Մենք կարդում ենք Վերին Երուսաղեմի մասին։ Եթե շոշափելի չէ, եթե դա այսպես եթերի նման է, ամպերի նման է, մենք ինչին ենք հուսացել ուրեմն։ Վստահաբար շոշափելի է, որովհետև մեր Տերը այնտեղ է գտնվում։ Եվ ինչ որ նկարագրվեց, հոգեղեն աշխարհին է պատկանում։ Ուրեմն, սովորական մի բան չի, այն ինչ որ հիմա պիտի կարդանք, այլ գերբնական է, supernatural, sверхъестественное։ Հովանու առաքյալը կարող ենք ասել երջանիկ է, որ այդ բաները տեսավ եւ գրեց։ Հայտնություն առաջի գլուխ եւ 12 համարից։ Մի զորավոր ձայն լսեց, ասում է, դարձա այն ձայնի կողմը տեսնելու, թե ով է ինձ հետ խոսողը։ Երբ դարձա 7 ոսկեղեն աշտանակներ տեսա եւ 7 աշտանակների միջև մեկը որդին մարդո Տեր Հիսուսին վերաբերող մի խոսք է, որ 81 անգամ գործածված է նոր կտականում։ Պչնավոր պատմուճան հագած եւ կուրծքի վրա ոսկե գոտի կապած, նրա գլուխը եւ մազերը բուրդի եւ ձյունի պես ջերմակ էին, եւ իր աչքերը կրակի բոցի պես էին, իր ոտքերը ինչ ոսկե
պղնձի նման։ Մտածեք այս սրա մասին, միջև ավարտենք կարդալը։ Որպես թե հնոցի մեջ կրակ դարձած եւ իր ձայնը շատ ջրերի ձայնի պես եւ իր աջ ձեռքի մեջ 7 աստղ ուներ եւ իր բերնեն սրած երկբերան սուրմը կելեր եւ իր երեսը արևի պես էր, որ իր զորությունով կփայլի, երբ տեսա նրան, իր ոտքը ընկա մեռելի պես։ Հիսուսի ամենասիրած աշակերտը, ով մի պարագային էլ գլուխը դրել էր Հիսուսի կրծքին, նրան, ում Հիսուս վստահեց իր մայրիկին, ասաց ահա քո մայրդ, հիմա փառքի մեջ Հովհաննես առաքյալը տեսնում է Տեր Հիսուսին, ասում է այդ փառքից ես մեռելի նման գետին ընկա։ Երբեք քո մտքիդ մեջ թող չլինի Հիսուսը այն չարչարանքներ կրող անօգնական մեկը, որ խաչին պիտի գանվի եւ նրան պիտի ծաղրեն, նրա վրա պիտի թքեն, քո մտքիդ մեջ թող լինի այս զորավոր Հիսուսը։ Եվ դու ով հայորդի, եթե համարձակվել ես միջև հիմա, կամ սրանից հետո Հիսուսի անվանը որևէ ծաղրական խոսք ասես, իմացի Հիսուսին դեմ առ դեմ պիտի հանդիպես։ Այն ժամանակ քեզ այլևս փրկություն չկա։ Այդ կրակե աչքե բոցերից դու պիտի այրվես եւ սարսափելի ապագա է քեզ սպասում։ Խոնարհվիր նրա առջև։ Խոնարհվիր, նա երկինք ու երկիր ստեղծող Աստվածն է։ Իր աջ ձեռքին վրաս դրավ եւ ասավ. մի վախեցիր։ Ես եմ առաջինը եւ վերջինը։ Ես կենդանի եմ եւ ես նա եմ, որ մեռա եւ ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենես եւ ես ունիմ մահվան ու դժոխքին բանալիները։ Ոսկե պղինձ, ինչ է սա, նոր տեսակի մետաղ է, խառնուրդ, ոսկու եւ պղնձի խառնուրդ, ինչպես եք պատկերացնում սա։ Անգլերենով գրված է fine brass, ռուսերենում ինչ է գրված, չգիտեք, հիմա հունարենը կասեմ, նաև ռուսերենը կիմանաք։ Խալկոլիբանյա հունարեն, որ ռուսները ուղղակի եղածով գործածում են դա, գիտենք, ռուսերենը ընդհանրապես աղքատիկ լեզու է եւ շատ ու շատ օտար բառեր են ներգրաված։ Այսինքն, ինչպիսի պղինձ է սա, ոչ սովորական, երկնային սկզբունքների համապատասխան պղինձ է սա։ Սա supernatural, այսինքն գերբնական մի բան է։ Երկիր մոլորակի վրա չկա, բայց անունը կա նաև պղինձ, պիտի տեսնենք մենք դա։ Իդեպ, այս անունը Խալկոլիբանյա հունարեն գրված, ընդամենը 2 անգամ է գործածված Սուրբ գրքի մեջ, հաջորդ մեկը կարդում ենք Հայտնության 2-րդ գլուխ եւ 18 համարում։ Եվ թվատիրի մեջ եղած եկեղեցու հրեշտակին գրեմ, այսպես ասում Աստծո որդին, որ կրակի բոցի պես աշկեր ունի եւ իր ոտքերը ոսկե պղնձի նման եմ։ Եվ ասում է, գիտեմ քո գործերդ եւ ներկայացնում է ինչպիսին է թվատիրի եկեղեցին։ Երկինք ու երկիր ստեղծող մարդացյալ Աստված իր փառքերի մեջ է կանգնած եւ իր ոտքերի վրա ամուր։ Տերը տիրակալն է ամբողջ տիեզերքի եւ երկիր մոլորակի եւ ինչ որ ստեղծված է, ինչ որ տեսանելի է եւ անտեսանելի է։ Ուրեմն հայտնություն առաջի գլուխ ոտքերը ոսկե պղնձի նման, սա դատաստանի համար է։ Եվ եթե մենք տեղափոխվենք հայտնություն 19-րդ գլուխ եւ 15 համարը կարդանք, նրա բերանից սրած սուրմը կելներ, որպիսի նրանով ազգերին զարնի, եւ ինքը երկաթյա գավազանով պիտի հովվե զանոնք, հազարամյա թագավորությունից մի հատված է,
Ամենակալ Աստծո սաստիկ բարկության գինու հնձանը ինքը պիտի կողե, այսինքն պիտի ճզմե։ Ներկայիս է, որ զարգացած է գինեգործության մեջ, այլևս մարդիկ այդ խաղողը չեն ճզմում, բայց դարեր շարունակ այդպես է եղել, մարդիկ ուրեմն ոտքերով այդ գինին ճզմել են, խաղողը ճզմել են, որպեսզի գինի դուրս գա, եւ այստեղ ներկայացվածը մենք պիտի հասկանանք, որ Հիսուս ինքը պիտի ճզմի, եւ ասում են նրա հանդերձը կարմրով ներկված էր։ Ինչ է սա նշանակում։ Դատաստան, ազգերի դատաստանը պիտի անի, երբ որ Հիսուս Հովսապատի հովիտում նստի եւ իր առջեւ պիտի ազգերը ներկանան ու ինքը պիտի որոշի, թե որ ազգերն են, որ հազարամյա թագավորություն պիտի մտնեն։ Պաղանձի խորհրդանիշներից մեկն էլ պահպանությունն է, protection։ Եգիպտոսի գերությունից հետո Աստծո ժողովուրդը դուրս եկավ անապատային շրջան, 40 տարի։ Եվ ինչ փորձություններով անցան, շատ ու շատ փորձություններ պատահեցին, բայց Տեր Աստված ինչու արդեն 430 տարի Եգիպտոսում զրկանքներ էին կրել, հալածվել էին, ստորացվել էին, այդ ամեն բաները կրելուց հետո թույլ չտայր էլի, որ այդպես պատահեր նրանց այդ անապատում։ Աստված ամեն բանի պատրաստ էր, սակայն նրանք անհնազանդ էին, անաստվածության և անհավատության չար սիրտ կար նրանց մեջ։ Աստված նրանցից ինչ էր սպասում, միայն մեկ բան, հավատալ վստահել։ Միթե Աստված հրաշ չարավ, ծովը ճեղքվեց և իրենք իբրև թե ցամաքով անցան և փարավոնի ձեռքից ազատվեցին, որ խորհուրդն է, որ սատանայի ձեռքից ազատվեցին։ Աստված ամեն կերպերով նրանց հոգաց, բայց նրանք նորից անհավատության չար սիրտ ունեին։ Աստված իրենց համար հոգացել էր, ամեն բան առատությամբ տրված էր։ Հիմա մենք մեր կյանքերը քննենք։ Աստված մեր պետքերը հոգացել է։ Կերակուր, հանդերձ, տանիք, չէ՞։ Այդպես է թե չէ։ Քիչ կամ շատ, կարևոր չի այստեղ։ Հարց այն է, որ Աստված ամեն մեկին իր չափով հոգացել է։ Մեր հավատքը եւ վստահությունը ամբողջությամբ Տիրոջ վրա է թե ոչ։ Հա? Եկեք կարդանք Երկրորդ օրինաց 2-րդ գլուխ եւ 7 համար։ Քանզի քու Տեր Աստվածդ քու ձեռքիդ բոլոր գործերի մեջ եղած բաները օրհնեց, այնիկա գիտե թե դու այս մեծ անապատի մեջ կպտտիս, քո Տեր Աստվածդ այս 40 տարին քեզ հետ էր եւ բանիմը պակասություն չունեցար։ Հիմա տեղափոխվենք 8-րդ գլուխ եւ 2-րդ համայց կարդանք։ Հիշե այն ճամփան, որ քո Տեր Աստվածդ 40 տարի քեզ անապատի մեջ պտտացրեց։ Քեզ խոնարհեցնելու նպատակը դա էր, փորձելու եւ սրտիդ միջինը իմանալու համար, թեև Տերը գիտեր, բայց պետք էր որ տեսանելի էր հայտնի լինի։ Թե արդյոք դու իր պատվիրանքները կպահես, թե ոչ։ Տերը քեզ խոնարհեցրեց, անօթեցրեց եւ մանանայով կերակրեց, որ ոչ դու կճանաչեիր, ոչ էլ քո հայրերդ, որ գիտինաս թե մարդ միայն հացով չապրիր, հապա Տիրոջ բերնեն ելած ամեն խոսքով կապրի։ Այդ 40 տարի քո վրայիդ լաթերը չհինացան, ոտքերը չուռեցին։ Կոշիկները իրենց հետ մեծացավ, իրենց ոտքերի հետ, ասենք երիտասարդ էր կամ մանուկ էր, եւ հանդերձները չմաշվեցին, Աստված հոգաց ամեն բան։ Եվ այստեղի ամենակարևոր խոսքը հետևյալն է, որ մարդ միայն հացով չի ապրում, այլ Աստծո բերանից ելած ամեն խոսքով։ Այս նույն խոսքը Տեր Հիսուս գործածեց նաև երբ որ սատանայից փորձում էր անապատում
ինքը այս նույն խոսքը ասավ. Սա մեզ համար թող լինի նշանաբան։ Միայն հացով չէ, որ ապրում ենք։ Ավելին, մնայունը, կենարարը Աստծո խոսքով ապրելն է։ Այն ինչ որ մենք ուտում ենք, ժամանակավոր է։ Մեր մարմնի գոյության համար է, բայց այն ինչով որ մենք սնվում ենք, հավիտենականության մեջ պիտի մնա։ Իմացեք։ Այսքանից հետո ինչ արեցին։ Ոսկեհորթը։ Որքան ոսկեղեն կար հավաքեցին, հալեցին, ոսկեհորթը սարքեցին և սկսեցին պաշտել, դրանով Աստծու անվանը անարգեցին։ Աստված պատժեց նրանց, թույլ տվեց այդ պատիժները գան, օձերը սկսեցին խայթել մարդկանց։ Դե անապատ տեղ սպասվում է, չէ, որ օձեր կլնեն։ Ասենք, օձը նաև հողի մեջ է պահվտում, կամ ասենք, այդտեղ թփեր կարող են լինել, դրանց միջից կարող են դուրս գալ և խայթել, բայց եթե դա բնականում մի բան լիներ, չպիտի գրվեր, սակայն գրված է, Աստված օձեր հանեց, որպեսզի նրանց խայթեն, հետևաբար մեկ հոգի չէ, երկու չէ, երեք չէր, մասսայաբար խայթվում են։ Եվ ինչ տեղի ունեցավ, կարդանք Թվոց 21-րդ գլխից։ Թվոց 21-4 համարից։ Եդոմի երկրին բոլոր տիքեն անցնելով, հովր լեռեն կարմիր ծովուն ճամփան չվեցին և ճամփու մեջտեղ ժողովրդին սիրտը նվաղեցավ։ Ժողովուրդը Աստծու դեմ ու Մովսեսի դեմ խոսեցին ասելով. Ինչու մեզ Եգիպտոսից հանեցիք, ապերախտներ, ձեզ ստրկությունից ազատագրել է, ասում է ինչի է հանել, որ անապատի մեջ մեռնենք, քանզի հաց չկա, ջուր չկա, մանանան կերան, երկնքից իջաց, հրեշտակների կերակուր, և այս չնչին հացից մեր սիրտը զզվել է, մանանայից զզվել են։ Ուստի Տերը ժողովրդի վրա կիզող օձեր ղրկեց, որոնք խացին ժողովուրդը, այնպես որ Իսրայելից շատ ժողովուրդ մեռավ։ Ժողովուրդը Մովսեսին եկավ և ասավ. Տիրոջ դեմ ու քու դեմ խոսելով մեղանչեցինք, աղոթքր է Տիրոջը, որ մեր վրայից օձերը վերցնե։ Մովսես ժողովրդին համար աղաչեց, Տերը ասավ Մովսեսին. Քեզ կիզող օձ մշինե և այն ձողի վրա դիր, ով որ օձեն խայթվի, անոր թող նայի և ապրի։ Եվ Մովսես պղնձե օձ մշինեց և զանիկա ձողի վրա դրավ, երբ օձը մարդուն կխայթեր և մարդը պղնձի օձին կնայեր, անմիջապես կառողջանար։ Հրաշք է սա, թե չէ։ Պղնձի օձն էր բուժում։ Ոչ, այլ հավատքը այն խոսքին, որ Աստված ասել էր։ Անգամ եթե այդ խոսքը անհավատալի է թվում, անտրամաբանական է թվում, Աստված ասավ, պիտի ընդունենք հալած յուղի նման, 100%-ով Աստված է ասել։ Եվ նրանք ովքեր որ հավատքով նայում էին այդ պղնձի օձին, խայթվել էին, բժշկվում էին, ովքեր հավատքը չունեին, դրա մահանում էին։ Ուրեմն, պղնձե օձն էր պաշտպանությունը ժողովրդին, ոչ, այլ անսակարկելի հավատքը Աստծո խոստումին։ Պղնձե օձը տեսանելի մի առարկա էր, բայց արյուտես, որ եբրայցիները դրա պաշտամունքը սկսեցին անել, որ այդ օձն է իրենց բժշկել, փրկել, բուժել, կուրք դարձրեցին։ Ուրեմն դեպքը տեղի ունեցել մեզանից 3500 տարի առաջ, Քրիստոսից 1500 տարի առաջ, դրանից 800 տարի անց Աքազ թագավորի որդին Եզեկիան 25 տարեկանում թագավոր դարձավ, բարեպաշտ թագավոր, և գրված է իր հոր Դավթի ճանապարհով քայլեց, այսինքն նրանց ունեցած բոլոր կռապաշտական այդ
տեղերը քանդեց։ Մասնավորաբար լեռների վրա են անում դա, եւ ինքը այդ ամենը քանդեց։ Ու պատահաբար, մենք գիտենք, որ Աստվածային նախախնամությունն է դա, գտավ այդ պղնձե օձը 800 տարի է անցել այդ դեպքից։ Դեռևս նրանք խունկ են ծխում այդ պղնձե օձին, 4 թագավորած 18-4։ Եզեկիան ինչ արավ, արդյոք վերցրեց ասելով, որ սա մեր հայրերից է մնացած, վերցնենք որպես մասունք պահենք, կոտրտեց և անունը դրեց Նեեստան, այսինքն պղնձի կտոր։ Հիմա այդպիսի մի կուրք էլ հայության մեջ կա տարածված և դրա անունն է Գեղարդ, որ Գեղարդով Քրիստոսի կողը խոցել են, հենց դա է եղել, ինչ ապացույց կա, 19 երկրներ Գեղարդ ունեն, որ մեկն է ճիշտ, և առիթից առիթ հանում են, մարդկանց մեջ պտտում են, մարդիկ ու պիտի գնան Գեղարդը համբուրեն, երկրպագեն, սա ինչ կռապաշտություն է։ Այդ Գեղարդը իրենից մի մետաղյա կտոր է ներկայացնում, ուրիշ ոչինչ, իրական հավատքը թողած, տեսանելի առարկաները դառնում են մարդկանց համար պաշտամունքի առարկա։ Սակայն այս պղնձի օձը ինչով է նշանավոր։ Դրա հրաշալի հիշատակությունը կա նոր կտակարանում, որ կարևորը պղնձե օձը չէ, այլ փրկության հետ կապված բան, որ կարդում ենք Հովհաննես 3-րդ գլուխ և 12 համարից։ Հիսուս ասաց, եթե երկրավոր բաներ ձեզ ասի և չեք հավատար, ինչպես պիտի հավատաք, եթե երկնավոր բաներ ձեզ պատմեմ։ Մեկը երկինք չելավ, բայց միայն այն, որ երկնքեն իջավ, որդին մարդո, ձեր թարգմանություններում նայեք, պիտի գրված լինի, որ երկինքն է, թեև երկրի վրա էր։ Հոգիով ամենուրեք է, որ երկինքն է։ Ինչպես Մովսես անապատի մեջ օձը բարձրացրեց, այնպես էլ պետք է, որ որդին մարդո բարձրանա, որպեսզի ամեն ով որ անոր հավատա, չկորցվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Որտեղ Աստված այնպես սիրեց ինձ ու քեզ և երկիր մոլորակ եկած ամեն մեկ անձնավորության, միջև որ իր միածին որդուն զոհ և պատարագ արավ, որպեսզի ով որ նրան հավատա, դժոխք չգնա, այլ հավիտենական կյանք ունենա։ Վասնզի Աստված իր որդուն չղրկեց աշխարհ, որպեսզի աշխարհը դատե։ Հիմա չի դատաստանի ժամանակը, բայց պիտի գա։ Հապա որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Հիսուսի ներկա պաշտոնը փրկիչ է, երկնքում մեծ քահանապետ, բայց ահավասիկ 2000 տարի նա փրկիչ է։ Նա որ կհավատա Հիսուսին չի դատապարտվի, եւ նա որ չի հավատում, արդեն իսկ Աստծո միասին որդուն չհավատալով դատապարտված է։ Այս է դատապարտությունը, որ լույսը աշխարհ եկավ, եւ մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին։ Որտեւ եթե լույսին սիրեն, լույսին կգան, բայց քանի որ իրենց գործերը խավար են, նախընտրեցին խավարի մեջ մնան։ Մինչև այսօր այդպես է։ Եղբայրներ, քույրեր, Աստծուն փառք տանք, որ այդ լույսը, այդ շլացնող լույսը մինչև մեր սրտերը մտավ։ Տերը մեզ լուսավորեց, որ ճանաչենք Հիսուսն է միակը, հավիտենականը, ստեղծիչ Աստված, որ անմերձանալի լույսերի մեջ է բնակվում, եւ ինքը ունի միմիայն անմահություն, եւ ովքեր որ խնդրում են, Աստված նրանց տալիս է այդ անմահությունը, հավիտենական կյանք բոլոր նրանց, ովքեր որ իր անվանը կհավատան։ Ահավասիկ համատությունը այդ պղնձե օձի, որ վեր խոյացավ, եւ Հիսուս ինքը խաչի վրա զոհ եղավ,
Նրանք նայում էին այդ պղնձի օծին եւ բժշկվում էին, չէ՞, բայց Հիսուսին նայողը փրկություն պիտի գտնի։ Հավատքով ընդունողը փրկություն պիտի գտնի։ Սիրելի հայրենի, այդ լույսը հիմա էլ կա։ Այդ լույսը երկիր մոլորակի վրա չկա։ Քրիստոս ինքն է աշխարհի լույսը, անձնավորություն է եւ սպասում է, որ խավարից դու լույսին գնաս։ Դժվարանում ես, ինքը քեզ կօգնի։ Միայն թե հավատա, որ Հիսուս հոր ծոցից եկավ ինձ ու քեզ փրկելու համար, մեր մեղքերի համար զոհ եւ պատարագ եղավ։ Եվ իր կյանքը զոհեց, իր թանկագին սուրբ արյունը թափեց, որ եթե հավատաս, քո բոլոր մեղքերդ ինքը կսրբի, չհիշելու պայմանով, երբեք այն քեզ նորից չի հիշեցնի, ծովի խորունկ տեղերը կնետի, և քո անցյալդ կջերմականա, նոր էջից կսկսես կյանքդ, փորձի արի Տեր Հիսուսին, նա է միակ հավատարիմը, նրանից քաղցր մեկը չկա, Հիսուս Քրիստոս, օծյալ փրկիչը Տերը։ Ինչ է սպասում Աստված։ Սրտից ելած անկեղծ խոսք, աղոթք, խոսիր Տիրոջ հետ։ Տեր Հիսուսին ասա, հավատում եմ, որ ինձ համար մեռար, ընդունում եմ, որ դու Աստված ես, փրկիչ ես, Տեր ես, խնդրում եմ այցելի ինձ, արի իմ կյանքիս մեջ, դառի իմ Տերս եւ փրկիչս, եւ նրանք ովքեր որ այս ցանկությունը ունենան, Հիսուս նրանց կյանքերի մեջ պիտի գա։ Բաց եւ կարդա Աստծո խոսքը։ Հովանու ավետանը, բացի եւ հետ սկզբից կարդա։ Սկզբից էր բանը, Աստծո բանականությունը, Աստծո իմացականությունը եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր Հիսուս Քրիստոս ինքն է։ Կարդա եւ աղոթի ու Տերը քո կյանքդ պիտի փոխի։ Սերներ մեր այսօրվա քարոզախոսությունը մոտեցավ իր ավարտին։ Առաջի մետաղը քննեցինք, որն էր պղինձը։ Եթե միջև մյուս կիրակի Տեր Հիսուս չգա, եւ Աստված շնորհի, որ նոր նյութը պատրաստ լինի, ձեզ կբերենք։ Իսկ միջ այդ դուք կարող եք ենթադրություններ անել, թե հաջորդ մետաղը որը կարող է լինել։ Աստված օրհնի իր խոսքը ձեզանից ամեն մեկին, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի, ամեն։ Lucy